Պարոն Փոշինյան, ի հավելում գործընկերոջս հարցին, մենք նախ գիտենք, որ Տիգրան եւ Արծվաշյանը թե ռազմավարական առումով, թե ստրատեգիական այդպես նույն նշանակությունը չունեն, այսինքն այս դեպքում մեծ խնդիրներ են առաջանալու եւ արդեն իմ հարցը կխնդրեմ նաեւ անդրադառնաք պարոն Փոշինյան, Ադրբեջանի արտգործնախարարն էր ծավալուն հարցազրույց տվել եւ հիմնական էր ասածը սա էր, որ սկզբում բանակցությունները եղել են կոնստրուկտիվ, իսկ հետո ինչ որ փուլում դուք կտրուկ տեսակետ եք փոխել, այլ դիրքորոշումներ եք հայտնել, ինչն էլ հանգեցրել է այն իրավիճակին, որը այսօր է ցավալի իրավիճակին, որը ունեն խոսքը պատերազմի կորուստների մասին է, սրա վերաբերյալ չկասեք, ու երբ որ հետաձեք գնում, օրինակ նա նաև մեջբերեք ձեր նույն ելույթը, հա, Ստեփանակերտում, Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Դա էլ եւս։ Գիտեք, ես այդ ելույթին ես անդրադարձել եմ ընդրում շատ մանրամասն քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում, այսինքն այդ անդրադարձը հրապարակային ընդրում ուղիղ եթերում տեղի ունեցել, նշանակում է ինքը ժամանակի այս ձեր նշած շրջանում գոյություն ունի, ինչ վերաբերում է առավել եւս գիտեք միջ պետական հարաբերություններում եւ խոսակցություններում բանավոր խոսակցություններին հղում անելը ինքը առանձնապես լավ ժանր չէ, որովհետեւ կարելի ասել մեկը սենց ասեց, ներքինում էլ լավ ժանր չի, ընդհանրապես պետք է դրանից իմիջիալը լավ գաղափար տվեցիք, հետաքրքիր է, այն մեր խոսակցությունը միջև մտքովս չէր անցել, ձայնագրված է, թե ձայնագրված տեսնենք, որովհետև 2018 թվականին ցավոք դրա մասին խոսել եմ, ազգային անվտանգության ծառայությունում բավականին նյութեր ոչնչացրել են, բայց մտքովս չէր անցել, մի հատ տեսնեմ ես չգիտեմ, հիմա անդիմադիրներին չեն գաղտնալսում, հիմա գաղտնալսում են նրանց, ում օրենքով սահմանված է գաղտնալսել, բայց ես դա կստուգ եմ։ Բանավոր խոսակցությունը լավ ժանր չի, որովհետև դա մեզ տանում է միտեղ, որ թե ինչ դիրքորոշում է կոնկրետ փոխել, ինչի մասին էր խոսում, առաջարկներ են ներկայացրել։ Ես հիմա ասեմ, իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային 2018 թվականից, դուք իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիան էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք, իմ որևէ տեղում ես կարող եմ մի բան ասել վստահաբար։ Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին։ Ցանկացած հայտարարություն ստուգելու համար համեմատեք իմ հրապարակային դիրքորոշումների հետ։ Համընկնում է, չի համընկնում, ուրեմն սխալ է։